Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք, այդ տղան էլ ես դու, չափերը էլ դու ճանաչի, արա այդ տղա։ Պարոն Հովհաննիսյան, վերջին մի շաբաթը տեսնում ենք, որ դատախազն է ազգային ժողովում, լսում ենք տարբեր զեկույցներ, տարվա կատարողականը եւ տեսնում ենք, որ շատ լարված է ազգային ժողովում մթնոլորտը, նախ ինչով է պայմանավորված լարվածությունը։ Լարվածությունն ըստ էության պայմանավորված է նրանով, որ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը արդեն մտել է, ես կարող եմ այսպես նկարագրել, վճռական փուլ, այն իմաստով, որ նախ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ստեղծման համար մեզ ժամանակ է պահանջվել եւ այդ ժամանակը տևել է մոտավորապես 3 տարի։ Հաշվի առնենք նաև 3-ից 5 տարի։ Հաշվի առնենք այդ ընթացքում տեղի ունեցող պրոցեսները, որ Հայաստանի Հանրապետության հետ տեղի են ունեցել, ռեֆորմները դանդաղել են։ Եվ խոսքը ոչ միայն ապօրինի գույքի բռնագանձման մասին է, մի շարք ռեֆորմներ, որոնք վերաբերել են պետության կայունացմանը, թալանացի վերադարձին, թալանողների պատժին, դանդաղել են եւ այս թալանողները որոնք հիմա ներկայացված են ազգային ժողովում Հայաստան դաշինքի եւ պատիմունեմ խմբակցության տեսքով, օգտվել են այս առիթից, այսպես ասած, ժողովրդական լեզվով ասած, երես են առել եւ իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ ու նման վարքագիծ դրսեւորել ազգային ժողովում։ Բայց հիմա այս տարիներ անց բոլոր գործերը ուրեմն բավականաչափ քննվել են, մի շարք գործեր ուղարկվել են դատարան, բազմաթիվ անձերի վերաբերող, բազմաթիվ գույքերի վերաբերող, միլիարդավոր դոլարների վերաբերող, եւ հիմա արդեն մի փուլում ենք, երբ որ իրար հաջորդելով վճիռներ են լինելու դատարաններում։ Եվ այս մարդիկ սրա մասին գիտեն։ Եվ իրենց թալանածը պահելու միակ գործիքը քաղաքական գործիքակազմն է, այսինքն գալ զավթել նորից իշխանությունը եւ նույն գործիքակազմով ինչով որ թալանել են, այդ նույն գործիքակազմով էլ պետքա թալանածը պահեն, ուրիշ ձև ուղակի չկա, գոյություն չունի ուրիշ ձև ուղակի։ Այսինքն բոլոր այն ռեժիմները, որոնք ուրեմն պետությունից թալանում են, ժողովրդավար դեմքով են թալանում, մարդու իրավունքների պաշտպանի դեմքով են թալանում, գլխավոր դատախազի դեմքով են թալանում, Հայաստանի Հանրապետության նախագահի դեմքով են թալանում եւ այդպես շարունակ։ Հիմա այս մարդիկ ուզում են հետ գան, այդ տեղերը գրավեն, որ հանկարծ իրանց թալանածը ժողովուրդը հետ չբերի։ Եվ այդ թալանածը ես ուզում եմ արձանագրենք, որ ես չեմ հետ բերում, վարչապետն էլ չի հետ բերում, ժողովուրդն է հետ բերում մեր ձեռքով։ Մենք գործիքն ենք ժողովրդի եւ մենք հետ ենք բերելու։ Ինչքան ուզում են իրար ուսերի նստած գոռան, մինչեւ կոկորտը պատռվի բոլորի։ Ինչ ուզում են, թող անեն։ Թալանած գույքերը վերադարձվելու են, ինչպես որ վերադարձվում են, մենք տեսնում ենք, թե ինչքան գույքերը արդեն վերադարձվել եւ ինչքան էլ դեռ հիմա կալանքի տակ է, որ այդ մարդիկ չեն էլ կարա, այսպես ասած, փախցնել։ Վատա, հա, ինչ որ բաներ հասցրել են փախցնել, որտեղ մենք հասկանում ենք, որ միլիարդավոր դոլարների եւ հազարավոր գույքերի մասին է խոսքը եւ պետությունն իր ռեսուրսներով, այսպես ասած, ձեռները չերել հասնի, որ ամեն ինչ բռներ չթողեր, որ փախցնեն։ Փախցրել են անգամ, երբ որ իրանք իշխանության են եղել, դուրսն են գույքերը առել, շատ լավ իմանալով, որ ինչ որ մի օր, ինչ որ մի բան կարա դրա այդ տեղի ունենա։ Բայց մենք հետ կբերենք այն ամենը, ինչ հնարավոր է այս հեռավորությունից ժամանակային արդեն հետ բերել, եւ այդ գործերը դատարաններում են եւ շուտով այդ վճիռները լինելու են, սրանով էլ պայմանավորված է նշված մարդկանց ջղաձգումները։ Պարոն Հովհաննիսյան, բայց Լևոն Քոչարյանը երեք ամբիոնից էլ հայտարարում է, որ իրենց ունեցվածքը փաստաթղթերով հիմնավորված է, ավելին ասում է օրվա իշխանությունը խոսում է թալանի մասին, բայց դուք եք թալանում, դուք եք կոռուպցիայով զբաղվում, ինչպես կհակադարձեք։ Հակադարձելու թեմա չկա, իմ ընկալմամբ Լևոն Քոչարյանը իր գլուխը պատին է տվել Ռոբերտ Քոչարյանի հետ միասին։ Սա վերջնական է եւ աներկբա։ Եվ երեկվա ցինիկ պահվածք ես արդեն ասացի, հետևանքն է նրա, որ ուրեմն մենք չենք գնացել այն ճանապարհով, որ դալաններում իրանց ծեծեինք, իրանց ասածների համար, որ ժողովրդի հետ արածների համար իրանց թողեինք, կներեք, մայկա տրուսիկով։ Տենց չենք արել իրանց հետ, չենք ունե զրկել, գնացել ենք իրավական ճանապարհով, որ պետության հիմքերը չխարխլենք, նոր փորձանք չբերենք մեր ժողովրդի գլխին, գնացել ենք հնարավորինս զուսպ դիմացել ենք, դիմադրել ենք, մեզ ուղղված մեղադրանքներին դիմացել ենք, ժողովրդի մեզ ուղղված մեղադրանքներին, իրավացի մեղադրանքներին նաև դիմացել ենք։ Շատ բաներ մենք չենք կարողանում ասել որպես իշխանություն։ Մենք սա հասկանալով դիմանում ենք, ատամները կրճտացնելով դիմանում ենք եւ նման սրիկաները հերես են առնում։ Բայց հիմա կրկնում եմ,
մտել ենք շատ վճռական փուլ, որտեղ արդեն դատական վճիռներ են լինելու, միանշանակ չեն կարող չլինել, եւ մեր իրավապահ մարմիններն էլ, ես կարծում եմ, վերահսկողություն իրականացնող մարմիններում էլ այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ են իրականացրել, որոնք ուրեմն իրենց վերահսկողություններն էլ նշված գործերի նկատմամբ իրավական տիրույթում եւ ժողովրդավար պետության հատուկ ձևերով կիրականացնեն, որ հանկարծ որևէ դատավոր, նաեւ սա պետք է հաշվի առնենք, որովհետեւ վերջերս մենք նաեւ դեպքեր ենք տեսնում, որ դատավորներ են ուրեմն դատավորների վրա գործեր են հարուցվում, դատավոր ձերբակալվեց ուրեմն բավականին լուրջ նաև գործի շրջանակներում եւ նաև կարծում եմ սրանք ազդակներ են իրավապահ մարմինների, դատական համակարգի մեր գործընկերների, մեր հայրենակիցների համար, որ ուրեմն պետքա շարժվել բացառապես ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից եւ ոչ երբեք այլ պետությունների։ Պարոն Հովհաննիսյան, հետաքրքիր է, որ տևական ժամանակ է երկու խորհրդարանական խմբակցությունները խոսում են իմպիչմենտի գործընթացի մասին, բայց միաժամանակ հայտարարում են, որ չունեն առաջնորդ, չունեն թեկնածու։ Կարող ենք ենթադրել, որ ընդդիմությունը որպես թեկնածու տեսնում է, օրինակ պատիվ ունեմից ասացին, որ եթե Ռոբերտ Քոչարյանը առաջադրի, մենք կպաշտպանենք։ Մենք տեսնում ենք, որ նաև Լևոն Քոչարյանն է իրեն առաջնորդ համարում, երեք հայտարարեց, որ շուտով ինքը պատրաստվում է Ալեն Սիմոնյանին իր աթոռից վայր նետել։ Ես կարծում եմ մենք մեկնաբանությունները արդեն տվել ենք, չի ուզի կրկնել են ինչ որ արդեն ասել ենք, ես կարծում եմ իրանք իրանց ականջին օղ են արել մեր ասածները, դրա համար էլ այսօր չեն եկել ազգային ժողով, փախած են ման գալիս։ Այսինքն այստեղ պարզ է ամեն ինչ։ Առաջնորդները չեն փախնում, առաջնորդները կանանց հետևից սեռական բնույթի հայհոյանքներ չեն հնչեցնում եւ փախնում։ Առաջնորդությունը ես կարծում եմ մեր ժողովուրդը տեսնում է, թե ով է իր վրա վերցրել եւ ինչա նշանակում առաջնորդել ժողովրդին կամ ինչ որ խումբ մարդկանց։ Ընդդիմությունը առաջնորդվում է շահով, նյութական շահով, փողով եւ այլն, եւ հետեւաբար դրա համար չեն կարողանում իրենց մեջ առաջնորդներ գտնել, որովհետեւ իրանք իրենց ելի եմ կրկնում, քաղաքական գործիքակազմով ցանկանում են պահել իրենց թալանածը եւ այդ առաջնորդությունը շատ կոնկրետ պայմանավորվածությունների գումարելիների եւ տեղերը փոխելու մասին է, այսինքն մարդիկ կոնկրետ փողի մասին են խոսում, ոչ թե քաղաքական ինչ-որ process-ների, ոչ թե պետություն առաջնորդելու, ոչ թե չգիտեմ ինչի մասին։ Եվ հետեւաբար այդտեղ իրանք բնականաբար գզվրտոցի մեջ են ընկնելու։ Միմյանց հետ ինչպես էլի իշխանության ժամանակ էին գզում իրար, ով տրանսպորտի ոլորտը կխլի, ով էս կխլի։ Հիմա էլ իրանք ախր իշխանության են գալիս էլի թաթերը ինչ-որ բաների վրա գցելու համար եւ մինչեւ այս պայմանավորվածություններն իրանք իրար հետ չունենան, թե ով ինչի վրա թաթը գցելու, իրանք առաջնորդ չեն կարող ունենան, իսկ իրանք երբեք իրար հետ չեն կարող պայմանավորվել, որովհետեւ բոլորն անկուշտ են եւ սրիկա։ Իսկ այդ գզվրտոցները, որի մասին դուք խոսում եք, դա իրական է, թե օրինակ որոշ զանգված ասում է դա կրկես է եւ պարզապես պատրաստվում են 2026 թվականին եւ ուզում են կրկնել Գյումրու սցենարը։ Դուք դա հավանական համարում եք։ Սցենարը, որը պետք չի, այսպես ասած, աչքից բաց թողնել, այն իմաստով, որ մեր ժողովրդին անընդհատ պետք է իրազեկել են գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում քաղաքական կյանքում եւ ինչ են ուզում սրանք անել։ Բայց դե չեմ կարծում, որ համապատասխան աջակցություն ունեն հանրային, ռեսուրս ունեն եւ նաեւ հաշվի առնելով, որ մի շարք ապօրինի գույքեր գտնվում են ուրեմն կալանքի տակ, այդքան ֆինանսական ռեսուրս էլ արդեն չունեն, որ լցնեն հնարավոր բոլոր տեղերը կեղծ իրականություն ստեղծելու համար, իսկ թե իրանք իրար ինչ են ասում, բացարձակ մեզ հետաքրքիր չի, մենք մեր ասելիքն ենք ասում եւ այդքան։ Պարոն Հովհաննիսյան, ամփոփելով կարող ենք ենթադրել, որ ընդդիմությունը արդեն դիրքավորվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ այսպես ընտրապայքարի մեջ է մտել եւ այս ընթացքում ինչ սպասել, այս անառողջ մթնոլորտը արդյոք շարունակվելու է եւ այս 6-7 տարիների ընթացքում արդյոք հասկացաք, թե որն էր ընդդիմության օրակարգը եւ ինչ օրակարգով է նաեւ 2026 թվականին մասնակցել։ Դե էլի պետք է կրկնվեմ, նույն օրակարգն է։ Քաղաքական գործիքակազմով պահել են ամեն ինչ որ թալանել են, վերադարձնել իշխանությունը, նաեւ ունենալով ամենավերևի նպատակը, գերական նպատակը, սա վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, կատարել այն ուժերի պատվերները, որոնք ուրեմն չեն պատկերացնում ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն եւ ուզում են Հայաստանի Հանրապետությունը տեսնել միութենական պետության կազմում։ Այս մարդիկ այդ պլանն են իրականացնում, այդ ընթացքում էլ սեփական ուրեմն թալանը պահելու խնդիրն են լուծում։ Սա է քաղաքական նպատակը եւ այո,
Պարզա, որ այդ քաղաքական նպատակը պետք է իրանք իրականացնեն, այլևս հասկացել են, որ Հայաստանում ընտրական գործընթացներից դուրս անհնար է որևէ կերպ հավակնել իշխանությանը, եւ հիմա իրանք բնականաբար փորձելու են էլի նախապատրաստվեն 26 թվականի ընտրություններին, արտաքին աջակցություն են ունենալու վստահ եմ ես հիբրիդային հարձակումների տեսքով, կարծում եմ տակերը ընկել են արդեն հեսա անձրևներ մի քանի օր, երևի զուտ դրա համար ինչ որ պաուզա են վերցրել, հեսա անձրևները կգան փողոցներ էլի մարդկանց ներվերի վրա կփորձեն ազդել, ինչ որ չգիտեմ, պարկեն ավտոների դիմաց, հարցակվեն իրանց հետ չհամաձայնվող մարդկանց վրա, բայց ես ուզում եմ հստակ եւ պաշտոնապես հայտարարել, որ շատ խիստ է լինելու մեր վերաբերմունքը նման գործողություններին այս անգամ, եւ մենք թույլ չենք տալու գան ամիսներով պալատկեքի մեջ մնան, մարդկանց ներվերի վրա ազդեն ու սահմանադրական կարգի տապալման կոչեր անեն։ Այն վերաբերմունքը, որը մենք երեք արտահայտեցինք ազգային ժողովում, դա նշաձող է եւ այդ նշաձողից ներքև չի իջնելու մեր վերաբերմունքը արդեն ընդդիմադիր արտաքին ուժերի գործակալների նկատմամբ։ Սա ես ուզում եմ, որ մենք արձանագրենք եւ իրանք էլ իրենց համար արձանագրեն, որ սրանից հետո հանկարծ այդ երես առած ուրեմն ներողությունը արտահայտությանս լակոտների պես չգան եւ այստեղ ուրեմն Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին ոչ հարիր պահվածք դրսևորեն եւ այսպես ասած ձեռք առնեն այս ժողովրդին։